Դե ինձ ելի հեռուստադիտողներ, մեր թիմի ամենաերկարակյաց հաղորդավարներից մեկը տաղավարում է։ Խոսքը իհարկե իմ շատ սիրելի Ռուբեն Մուրադյանի մասին է։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն Մանե։ Իրականում շատ լավ եմ ու իրականում միշտ մենք ենք ասում, չէ՞, որ մեր տաղավարը այտենց կախարդական է, հեքիաթային, ես չհասկացա թե ինչպես էստեղ հայտնվեցի։ Ինչ առաջ տեղ է, հիմա ոնց տեղ հայտնվեցի, չգիտեմ։ Ինչեր ասես չեն լինում մեր եթերում։ Դու ես սուրճ խմելու մեկ էլ հոպ, Մեկ էլ դու հյուր ես։ Մեկ էլ ես հյուր եմ։ Ու մեր եթերում մենք հաճախ հատկապես առավոտ լուսով վիկենդի ընթացքում հարցնում ենք մեր հյուրերին, թե ինչպես է սկսվում նրանց առավոտը, երբ հանգստյան օր է։ Հիմա դու պատմիր, ինչպես է սկսվում։ Հիմա ասես թե իմ օրը ոնց է սկսվում։ Այո։ Երբ որ աշխատանքի ենք ու առավոտյան պետք է շտապեն գանք նորքի բարձունք, անկողնուց ինձ հրում եմ, միանգամից հայտնվում ես այստեղ, միանգամից վեր եմ թռնում, գնում եմ շուտ հագնում եմ ու վազելով գալիս եմ այստեղ։ Իսկ երբ որ աշխատանքի չեմ, արթնանում եմ, ասում եմ այսօր աշխատանքի չեմ, տխրում եմ ու էլի քնում եմ։ Լավ խաղացի։ Պարզ է ամեն ինչ։ Իհարկե շատ լավ։ Չէ, իրականում նորմալ սովորական մարդկանց պես, ինչպես նաև իմ առավոտյան արտանալը ամենակարևոր հատվածն է իմ կարծիքով մարդկանց կյանքում։ Ես դա շատ եմ կարևորում, որովհետև այդ արտանալու եւ առավոտյան այդ հատվածից է կախված ամբողջ օրվա ընթացքը։ Ինչ տրամադրություն։ Հետևաբար, երբ որ արտանում եմ ու տեսնում եմ ինչ հրաշալի ընտանիքում եմ արթնացել, ասում եմ շատ շնորհակալություն դե ասված նախ որ առաջինը արթնացա, երկրորդը նման հրաշալի ընտանիքում եմ արթնացել ու շտապում եմ արդեն մնացած աշխատանքներին։ Քանի որ դու միշտ սիրում ես անկեղծանալ եւ ամեն ինչ պատմել հեռուստադիտողներին, Ռուբենը անկախ նրանից թե ինչ օր է, բացի մեկ օր կա, գիտեք, չի սիրում դա, մնացած բոլոր օրերին միշտ գալիս է բարձր տրամադրությամբ, անկախ նրանից դրսում ինչ եղանակ է, ինչ տրամադրություն է, նախորդ օրը ինչ է տեղի, միշտ ունի առավոտյան բարձր տրամադրություն, որով վարակում է իր գործընկերներին եւ հենց այդ տրամադրությամբ էլ մենք ասում ենք բարի լույս մեր հեռուստադիտողները, ջերմությունը փոխանցում, բայց բացի առավոտ լուսոից եւ առավոտ լուսո վիկենդից աշխատանքային ինչ փուլում ես գտնվում, հիմա ինչ նորություններ ունենք։ Վերջին շրջանում դե կարծում եմ շատերը արդեն գիտեն, որ թատրոնը շատ բուրըն աշխատանքային process-ի մեջ է, գրեթե 5-6 տարի անընդմեջ ու այս տարի նույնպես մինչև շատ շուտով արձակուրդների գնալը, հանգստի գնալը, արդեն իսկ մի քանի ներկայացումներ կարողացանք ներկայացնել մեր շատ սիրելի հանդիսատեսի դատին։ Հանձինս վերջին ներկայացումը դա Թամար ներկայացումներ, ժողովրդի կողմից ընդունված Թումոյի այգում, որտեղ մեր բալետային միջազգային փառատոնը տեղի ունեցավ 4-րդ անգամ։ Իսկ այս շրջանում բանակցությունների փուլում են գտնվում, որովհետև նոր թատերաշրջանը ուզում ենք անակնկալներով նորից սկսել, նոր ներկայացումներ հաստատ կլինեն, դեռ փակագծեր մի քիչ չբացեմ, որովհետև ոչ միայն ես եմ այդ ամենի հետևում կանգնած, այլ շատ մեծ թիմ նաև։ Այդպես թատրոնային աշխատանք, ամենօրյա վազվզուկ, փորձեր, ներկայացումներ, նոր մտքեր, նոր հյուրախաղերի մասով բանակցություններ, նոր ներկայացումների մասով արդեն ասացի։ Հուսով ենք, որ նոր թատերաշրջանում նաև նոր արտիստներ կհամալրվեն, ոչ միայն մեր Պարվեստի պետական քոլեջից շրջանավարտները, որոնք ամեն տարի այդպես ավանդույթը հավատարիմ մնալով, այլ նաև օտարերկրացի նոր արտիստներ կունենանք համալրվեն մեր արտիստական շարքերում։ Կարծում քիչ չի։ Շատ է նույնիսկ, բայց մենք միշտ պատրաստ ենք այդ նորությունները նաև լուսաբանել եւ պատմել մեր հեռուստադիտողներին։ Այդ նորությունները իրար հերթ չեն տալիս, բայց իհարկե ամենակարևորը այն մոտիվացիան է, որը ինչպես նշեցիր, դու ստանում ես, երբ առավոտյան աչքերդ բացում ես ու տեսնում ես այն ընտանիքը, որտեղ դու ապրում ես։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, քո եւ քո կնոջ, երբ հայտնվեցին փոքրիկները։ Վայ, այնպես կուզենայի դա ցույց տալ։ Այսինքն հերվեի ձերքերից վրա որ ասել, այսինքն լավ առումով, որովհետև նախ գեղեցկուս համար խելագարվում եմ, աղջկաս համար, Աննային շատ եմ սիրում, բայց պակասել չեմ սիրում նաև տղայիս, անկարգ տղային, ու այնքան գոհ եմ, որ ինքը անկարգ է, որովհետև խելոք երեխաներ, որ ճիշտ ասեմ, չեմ սիրում։ Ինձ դուր են գալի այդ անկարգությունները, որովհետև կան իրենք ինչպեսին կան այդպես էլ իրենց նաև դրսևորումներն է, ու առասարակ երեխաների նկատմամբ ունեմ թուլություն ու սեր, անտարբեր չեմ կարող անցնել։ Երեխաներն էլ քեզ են սիրում միանգամից։ Դե շուտ է ստացվում նրանց այդ լեզու գտնելը ու շատ բան փոխվեց ամեն առումով, բայց նաև նորից այդ պատասխանատվությունը, որ ամեն անգամ ասում ես, լավ, երբ պետք է մեծանա, այս բարդ շրջանը հաղթահարենք, միասին անցնենք, չգիտեմ, դարակների կամ չվնասելու ապակիներ, կոտրել,
այդ շրջանն ասում ես դու գալիս ես մի հատ ուրիշ փոլ։ Այն ժամանակ ավելի լավ էր, հիմա ավելի վատ է։ Բակում ավազակություններ, հետո տարօրինակ հարցեր։ Այո, այդպես գնալով ավելի ու ավելի հասկանում ես, որ դա անդադար է ու շատ հաճախ հիշում եմ ծնողներիս թվալու խոսքերը, այ կմեծանաք դուք ծնող կդառնաք նոր մեծ կհասկանաք։ Հիմա իրոք այդ խոսքերը շատ հաճախ այցի են գալիս, այսպես հիշողության գրքում։ Բայց դե ամենակարևորը որ այդ այնց առավոտյան երբ որ շտապում եմ աշխատանքի, դե այդ ժամին բոլորը քնած են։ Նրանց սենյակի դուռը երբ որ բացում նայում նրանց մռութներին, բարի հրեշտակներ են։ Ամենամեծ գաղտնիքն է, որ այդ բարձր տրամադրությունը միշտ կա։ Թե ոնց են գիշերը գնացեք քնելու, այդ աղմուկ աղաղակը, կռիվները ու առավոտյան որ ոնց են քնած այդ հրեշտակները, դա անբացատրելի մի զգացողություն է։ Ինչպիսի հայրիկ ես դու, երբ կողքից քեզ հետևում ես։ Մի քիչ ժամանակ հատկացնող։ Ես ամեն անգամ այստեղ որ գալիս եմ, հենց երբ որ հյուր եմ լինում կամ երբ որ ինձ այդ հարց տալիս են, ամեն անգամ դա ասում եմ։ Բայց դե մեր կյանքի առօրյան է այդպես կառուցված։ Դե հայրը պետք է աշխատի, հայրը պետք է ընտանիքի մասին հոգ տանի։ Հետևաբար այդ աշխատանքը ու կենցաղը առօրյան շատ ժամանակ է խլում ինձանից, որը շատ կուզենայի այդ ժամանակի մեծ մասը անցկացնել երեխաների հետ։ Չգիտեմ, հիմա ուզում տղայիս հեծանիվ վարել սովորացնեմ։ Առանց են կողքի են երկու ակելի, էլի, որ արդեն նորմալ, որովհետև շատ եմ ուզում նրա հետ հեծանիվով ինչ-որ ճանապարհորդեմ, ինչ-որ մի տեղ գնամ։ Ուզում աղջկաս հետ ճանապարհորդել առասարակ Հայաստանի տարածքներով, մարզերով, Հայաստանից դուրս տարբեր երկրներ, որտեղ արդեն ժամանակն է նրա տարիքն է, հետաքրքրություններն արդեն ավելանում են, մեծանում են, կարդում է, սովորում է ինչ-որ այս երկրում այս սա կա, պապ գիտես որ սա այստեղ այս որ թվականն է կառուցվել։ Բայց այդ ժամանակը մեկը միևնույն է խանգարում է։ Այդպես, ինչպեսի հայրիկ եմ, ես ինձ թվում է վատ հայրիկ չեմ։ Օրինակելի։ Գոնե կողքի աչքով ինչ մենք տեսնում եւ լսում ենք հատկապես երեխաների պատմելով օրինակելի հայրիկ։ Շատ շնորհակալ եմ։ Երեխաների հայրիկը մի օր հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ 10 տարեկանում առաջին անգամ տեսավ ու սիրահարվեց իր ապագա կնոջը։ Որն է այդ սիրո գաղտնիքը կամ գուցե բանաձևը, որ միևնույն է այս տարիների ընթացքում փորձությունների, դժվարությունների միևնույն է սերը շարունակում է ապրել, ձևափոխվելով, ավելի մեծանալով եւ ոգեշնչման աղբյուր դառնալով շատ շատերի համար։ Ման գիտես, դե դրա մասին շատ եմ խոսել, բայց դե իրականում նաև հավատում եմ սեր առաջին հայացքից, չեմ կարող ասել երբեք պատկերացնել, որ մարդիկ իրար կողք աշխատում են մի 3 տարի, 5 տարի, 10 տարի Հետո հասկանում։ Վայ, անե ես քեզ սիրում եմ, արի ամուսնանանք։ Սեր ապա առաջին հայացքից։ Ինձ մոտ տենց է ընդունված, այնպես չի որ նա սխալ է։ Ուղղակի ես չեմ հասկանում։ Իսկ ինչ վերաբերվում է կնոջս հետ կապված, վերջերս օրինակ տանը ինչ որ աշխատանքներ էր անում, ինչ որ բաներ պատրաստում, ու գիտես sense աչքի պոչով հետևում էի։ Մեծացել եմ, էլի, ինձ այդ պապիական sense հետևում։ Բազմոցին նստած։ Ոնց է անում, ու հասկացա, որ ոչ մի բան իմ մեջ չի փոխվել։ Ես նրան սիրում եմ ոնց որ 99 թվականին առաջին անգամ տեսա, ու նրան սիրում եմ երբ որ 13 թվականին ամուսնանում էի, այդ կարևոր որոշումը կայացրեցի ու կայացրեցինք նաև միասին։ Ես նրան սիրում եմ 2026 թվականին, նույնն է, ոչինչ չի փոխվել։ Չկա այդ ամեն ինչը, գիտես, ընկերներ եք դառնում ընթացքում, չէ, ես նրան նույն խենթ ու խելառի պես սիրում եմ։ Իմ սիրո մեջ ոչինչ չի փոխվել։ Ու նույնն էլ նրա մոտ։ Ես որտեղ լինեմ, ինքը պետք է գա, պատվի իմ կողքը նստի։ Ու նույնիսկ ծնողներս, նույնիսկ եղբայրներս, նույնիսկ հարազատներ, ընկերներ դա շատ լավ գիտեն։ Եթե նա դա չանի, նշանակում է մենք կռվել ենք, ինչ-որ մի բան եղել է։ Ճանապարհին գալուց ու եթե նա չանի, ինձ համար էլ է դա տարօրինակ, ինչքան էլ փնթում եմ ասում, դե լավ դե շոկա մի քիչ օր նստի։ Չէ, ինքը պետք է անընդհատ լինի, անընդհատ պետք է իմ մոտ լինի։ Հարաբերություններն են փոքր ինչ փոխվում ավելի կենցաղի շնորհիվ, առօրյայի նմանատիպ ինչ-որ բաների շնորհիվ։ Ու վատ ու լավը չէ, ուղղակի փոխվում են, ուրիշ են դառնում։ Հա, գուցե հիմա ինչ-որ բաների վրա ես եմ փնթան դարձել, գուցե ինքը ինչ-որ բաների նկատմամբ ավելի ուշադիր կամ սուր է նայում ինչ-որ հարցերի, չգիտեմ, ես կարող եմ ժամի ինչ-որ մի հաղորդում կամ մի ֆիլմ դիտեմ, հոգնած են, չաղմկենք, ինչ-որ նոր բան եմ նկատում ես վերջերս մոտել, որ պետք է չաղմկենք, որ նա քնի։ Բայց մեր հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվել ու ես քեզ սիրում եմ։ Դե ասա։ Ես քեզ շատ եմ սիրում, ման, շատ։
Այստեղից առաջարկում եմ մեր զրույցը շարունակել բլից հարցերի ձևաչափով եւ որպես առաջին հարց թեմայի շարունակություն նաեւ ինչի համար ես նրան շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ Պարարվեստությունն անում առաջին շարքեր նստած ու նկատեցի այդ աչքերը, որ այդ աչքերը չտեսնեի իմ կյանքը կամ այդ ճանապարհը ընդհանրապես գուցե այլ կերպ զարգանար։ Ես էստեղ նստած չլինեի ու շատ բաներ իմ կյանքում տեղի չունենային։ Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար, որ նա կա, որ նա ինձ հետ է, իմ կողքին է, որ ինձ սիրում է, այդ սիրով, որը ստանում եմ ամեն օր։ Շնորհակալ եմ, չգիտեմ, մեր բալիկների համար, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ, որ ես ամեն առավոտ արտանում եմ ու նրա քնած մռութը տեսնում։ Այդ ամենասիրուն բաներից մեկն է։ Կյանքիդ որ փուլը կամ շրջանը, եթե ունենայիր հնարավորություն կխմբագրեիր։ Ոչ մի։ Ամեն ինչ ճիշտ էր։ Նույնիսկ սխալներն էլ էին ճիշտ, որովհետև դրանց շնորհիվ մենք շատ հաճախ, եթե ունենք իհարկե ստեղ են, որ կա ուղեղ կոչված այդ օրգանը, ապա մենք դրանցից շատ ճիշտ հետևություններ ու դասեր ենք քաղում։ Չէ, ոչինչ չի փոխի։ Ամեն ինչ ճիշտ է եղել։ Ինչի մասին ես այսօր երազում։ Այդ ժամանակի։ Որ լինի ժամանակը։ Ու մեկ էլ մի երազանքել եմ ունեցել փոքր ժամանակվանից, սեփական կղզի ունենալը։ Այդ չի փոխվում։ Տես, այդ այլ, միշտ ուզում եմ այդ կղզին իմ ընտանիքով այդ կղզում ապրեմ։ Բոլորից հետո ամեն ինչ։ Ճամփորդել նկատի ունի սեփական կղզի գնալ է նայել։ Չէ, նաև դա, բայց կուզենայի սեփական կղզի ունենալ, տես փոքր շատ մեծ չէ, համեստ փոքրիկ կղզի, համեստ տունիկ, տենց ու համ այդ ժամանակ աշխատանք պետք չի էլ։ Ամբողջ օրը 24 ժամ կնվիրեի ընտանիքին։ Շնորհակալություն Ռուբեն։ Դեռ կհանդիպենք այս հատվածը այո։ Հա, կարող եմ հիմա գնալ սուրճ խմել։ Հիմա այո, կարող եմ սուրճ շարունակել։ Ու սիրեք ինչքան կարող եք սիրել, ամենակարևորը դա է։